Մենք այդպիսի ծրագիր չունենք, Ռուսաստանին թիրախավորելը շատ սխալ է, որովհետև այս պարագայում ես անձամբ կարծում եմ եւ իմ ունեցած ինֆորմացիաներով, իմ զանգերով, մեր ընկերների զանգերով հասկանում ենք, որ ոչ միայն Ռուսաստանից, այլ նաեւ ամբողջ աշխարհից հույսը տեսնելով մարդիկ միգուցե գան, ես չգիտեմ, քանակ չեմ կարող ասել, բայց կազմակերպվածություն որպես այդպեսին չկա։ Պարոն Ղազենյան, եւ ինչ եք կարծում անվտանգության հետախուզական ծառայության այս հայտարարությունը։ Արդյոք հող է նախապատրաստում ընդդիմության նկատմամբ որևէ գործողություն իրականացնելու, այդ թվում ուժեղ Հայաստանի։ Ճիշտ ասած, առանց այդ հայտարարության էլ մենք պատրաստ ենք եւ սպասում ենք, այնպես չի, որ մտածում ենք չի լինելու։ Ուղղակի շատ վատ է, որ արտաքին հետախուզական ծառայությունը աշխարհում այսօրվա կատարող իրադարձությունը այդ ունեն մեր տարածքցեն։ Հիշեք 18 թվականին, գիտեք, օբյեկտիվ չեն, կեղծ են, ոտքից գլուխ։ 18 թվականին ովքեր կար ասեն եկան պաշտպանեցին, վերջում փախան։ Բնակարաններ էին գնում, այստեղ պետք է բնակվեին, ողջունում էին Սփյուռքի մեր հայրենակիցներին, ու նույն մարդիկ այսօր խոսում են, որ այսօրվա ամենաուժեղ մարդը ընդդիմության մեջ, որը միանշանակ լինելու է հաջորդ վարչապետը, ունի համակիրներ դրսում։ Թող ժողովուրդը գնա այդտեղ։ Հրապարակներում ելույթ ունենալ, Փաստորեն, հա։ Սովորական քաղաքացիները նայած ում համար։ Իհարկե ունեն, քաղաքացու ընտրելու իրավունքը նախ քերերուն պատժելու արարքել է։ Իրենք են այս պահին ազդում, իրենք մոտարապես գիտեք ինչ են անում, որ այդ քաղաքացիները կան վախ ունենան, հանգարց խնդիր չունենան այստեղ։ Այսինքն դրսից ով եկավ միանշանակ ընտրելու է ընդդիմություն Սամվել Կարապետյանի դեմքով, վախենան չգան, որովհետև իրենք այսպիսի հայտարարություն են տարածում։